Հայաստանում մեկնարկել է Hospitality Investment Forum Երևան 2025-ը։ Արդեն երկրորդ տարին անցկացվող միջազգային համաժողովը հարթակ է քննարկելու հյուրընկալության ոլորտի միտումները։ Նպատակն է խթանել Հայաստանի զբոսաշրջության ու հյուրընկալության ոլորտների զարգացումը, որ մեր երկիրը տարածաշրջանի ու համաշխարհային հյուրընկալության քարտեզի վրա դիրքավորվի որպես մրցունակ ուղղություն։ Համաժողովն իրապես հետաքրքիր հարթակ է դարձել ներդրողների, մեր միջազգային գործընկերների համար։ Մենք հույս ունենք, որ ֆորումը նույնպիսի հետաքրքիր հարթակ կդառնա նաև պետության համար։ Նախորդ ֆորումից շատ լավ արդյունքներ ունեցանք։ Այդ թվում պայմանագրեր ստորագրվեցին Հայաստանում մեծ ու հետաքրքիր նախագծեր իրականացնելու մասին։ Այս միտումը շարունակվում է։ Ակին Պողոսյանը նշեց, միջազգային գործընկերներն ու ներդրողները միջոցառմանը մասնակցելու հրավերը մեծ հետաքրքրությամբ են ընդունել, ինչը հուշում է, որ ամեն ինչ ճիշտ հունով է ընթանում։ Վարկային պորտֆելով Հայաստանի խոշորագույն բանկի ու տնտեսության մեջ խոշոր դերակատարներից մեկի Ամերիաբանկի համար ևս միջոցառումը կարևոր է։ Այստեղ ենք այսօր կիսվելու պրոյեկտների ֆինանսավորման մեր փորձով, ինչպես նաև քննարկելու տնտեսության աճող ճյուղերի զարգացման հեռանկարները։ Ակնկալում ենք այսօրվա միջոցառմանը ունենալ բաց քննարկում հյուրընկալության ոլորտի խնդիրների եւ հնարավորությունների վերաբերյալ, որը վստահ եմ կարող է խթանել նոր բիզնես կապերի հաստատմանը, Հայաստանում նոր ներդրումների իրականացմանը։ Mailer Mountain Resort-ը Հայաստանում զբոսաշրջության ոլորտի ամենախոշոր եւ ամենաերկարաժամկետ նախագծերից է։ Աշխարհում առաջատար լեռնադահուկային համալիր դառնալու եւ մեր երկիրը միջազգային զբոսաշրջային քարտեզում դիրքավորելու հեռանկարներով։ Mailer-ը մեծ քաղաք Ավան է լինելու տարբեր թաղամասերով, հանգստի եւ ժամանցի գոտիներով, հյուրանոցներով, ռեստորաններով, սահուղիներով եւ այլ ենթակառուցվածքներով։ Hospitality Forum-ը հենց այն հարթակն է, որտեղ որ մենք պիտի պայմանավորվածություններ ձեռք բերենք մեր գործընկերների հետ, նոր կոնտակտներ ստեղծենք ոլորտում եւ ընդհանուր առմամբ կարողանանք մեր պրոյեկտը ներկայացնել եւ նոր ներդրողներ ներգրավել։ Էկոնոմիկայի նախարարն իր ելույթում արձանագրեց Հայաստանը որդեգրել է հստակ ուղի, դառնալու նորարարությամբ առաջնորդվող, բարձր արժեք ստեղծող եւ համաշխարհային տնտեսությանը ակտիվորեն ինտեգրված երկիր։ Armenia's investment environment is grounded in free market principles. Հայաստանում ներդրումային միջավայրը հիմնված է ազատ շուկայական սկզբունքների, տնտեսության դիվերսիֆիկացման ռազմավարության եւ ներդրողի իրավունքների պաշտպանության վրա։ Պետությունը ակտիվորեն իրականացնում է բարեփոխումներ, նպաստելով ներդրումային գրավչության բարձրացմանը, ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրյա ներդրողների համար։ Համաժողովի 1000 մասնակիցների շարքում այս տարի շատ են արտասահմանցի գործարարները ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Ռուսաստանից, Չեխիայից, Վրաստանից, Կատարից եւ այլն։